Թափառող շների մասին երբ խոսում ենք, մի անգամից հասարակության մի ստվար զանգված բաժանվում է երկու խմբի։ Առաջին խումբը վստահ է, որ շները բոլորը պուպուշ են, բարի են եւ ընդհանրապես եթե մարդու վրա հարձակվում են կամ կծում են, մեղավոր է միայն մարդը։ Երկրորդ խումբը վստահ է, որ շները չարիք են, նրանց պետք է ոչնչացնել, վառել, սատկացնել, թաղել, հոգը կտրել։ Եվ, ինչպես հասկանում եք, այս երկու խմբերի միջև ոչ մի երկխոսություն այդպես էլ չի ստացվում։ Իսկ երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ երկու կողմն էլ գոհ չեն ներկա վիճակից։ Տարիներ առաջ թափառող շների խնդրի լուծման նպատակով մի շարք քայլեր արվեցին։ Տխրահարճակ Unigraphics-ի փոխարեն քաղաքապետարանում ստեղծված համապատասխան կառույցը սկսեց նրանց հավաքել, պատվաստել եւ ստելջացնել, այսինքն զրկել սերունդ ունենալու հնարավորությունից։ Ամեն ինչ պետք է անցներ քիչ թե շատ քաղաքակիրթ ռելսերի վրա։ Պետք է բաց լինի, թափանցիկ, կամավորներով եկեք, մասնակցեք, բայց ինքը փակ է բավականին, այնինչ մեզանից բացի օգուտից վնաս չէր կարող լիներ։ Մեզ սովորական քաղաքացիներից եւս անհրաժեշտ է, որպեսզի շների խնդրով զբաղվող պետական կառույցը լինի թափանցիկ եւ ընդհանրապես թեմայի վերաբերյալ կան հարցեր, որոնք պատասխանների կարիք ունեն։ Օրինակ, ինչպես է ստելջացված շունը, որը պետք է որ ագրեսիվ չլիներ, գծում անցորդին։ Այն, որ շները հաճախ են գծում մարդկանց, վկայում է առողջապահության նախարարության վիճակագրությունը։ Այս տարվա հունվարից մինչև օգոստոսի ավարտը Երևանի պոլիկլինիկաներին եւ հիվանդանոցներին հատկացվել է կատաղության դեմ 11087 դեղաչափ պատվաստանյութ։ Նյութը մարդուն ներարկում են 3-ից 5 անգամ, կախված առանձնահատկություններից։ Կարող ենք միջին թիվը համարել 4-ը, եւ եթե 13087-ը բաժանենք 4-ի, կստացվի 2771։ Այսինքն այս տարվա 8 ամիսների ընթացքում մոտավորապես հենց այդքան մարդ է դիմել բժշկական հաստատություններ շան կծելուց հետո։ Օրական ավելի քան 11 մարդ։ Այդ վիճակագրության մեջ ես ինքս էլ ակամա մտա։ Շան կծելուց հետո բժիշկը կատաղության դեմ 5 պատվաստում ինձ նշանակեց, որից 3-ը երկար դեգերումներից հետո արդեն ստացել եմ։ Ասեմ, ժամանակի եւ նյարդերի զգալի կորուստ է, որից արժեր խուսափել, բայց եթե շունը կծել է, ստիպված ես համբերել։ Ձեր ֆակտորը կարևոր չի։ Դուք կարող եք ուղղակի անցնեք ու ոնց որ ուրիշի արածների արդյունքում ձեզ գծի։ Այսինքն շների ագրեսիան ի հայտ է գալիս մարդկանց ագրեսիային ի պատասխան։ Ուղղակի այդ պատասխանը հասցեական չի տրվում։ Երբեմն շան թիրախում է հայտնվում մարդը, որն ամենևին էլ դաժան չի եղել նրա նկատմամբ։ Օրինակ ես, մարդ, որը սիրում է շներին, ադեկվատ է եւ որևէ կերպ չի սադրում նրանց։ Գիշերով շատ անսպասելի առանց նախնական հաչոց գրմռոցի ինձ էլ կծեց մի շուն, որը շատ հավանական է մի քանի մուշտի էր կերել մեկ այլ մարդուց։ Ես ընկա ճանկը ու էլի հասցեական չէր, չարժեր ինձ գծել։ Մենք կենտրոնում շուն ունենք, որ ինքը արդեն հարցակվում էր։ Ու ինքը սև ցուցակի մեջ էր հողակի։ Մենք չէինք կարողանում բռնել, գիտեք, քանի ամիս ծախսեցիք։ Հիմա ինքը Սլովակիայում է։ Մենք իրան ուղարկեցինք, որտեվ ինքը ադեկվատ չէր, որտեվ իրան ոչ մի կացարանում չէին կարող պահել, որտեվ իրա 4 թաթը ջարդած էր, քարերով այնքան են խփել, ինքը գժվել էր մաքսիկը։ Մյուս կողմից կարելի է լսել, որ շները պարբերաբար հարձակվում ու գծում են հատկապես այն դեպքերում, երբ խմբով են։ Եթե շների ականջներին կան կլիպսներ, ուրեմն նրանք ստելջացված են։ Ժամանակին մասնագետները նշում են, որ եթե շները ստելջացված են, այլևս չեն ունենում խմբերով ապրելու ձգտում եւ չեն կազմավորում ոհմակներ։ Ժամանակին ձևավորված ոհմակներ են, ինչքան էլ որ արվի կաստրացիա կամ ստերիլիզացիա, շանը հետ են բերում նույն տարածք, իրանք նույն կերպ ոնց որ վերամիավորվում են։ Բոլոր բնազդները մնում են ուտելու, որսի, կենցաղ վարելու, ապրելակերպի, բացի հնարավորությունից սերունդ տալու։ Լավ, իսկ ինչպես է ստացվում, որ շների քանակը կարծես չի նվազում։ Վիզուալ նման տպավորություն է ստեղծվում, այսինքն շները ստելջացվում են, բայց նրանց թիվը միևնույն է, մեծ է։ Ներգաղթի շնորհիվ Երևանի քանակը շների անընդհատ ավելանում է։ Եթե դեք Աբովյանից, չգիտեմ, Ջրվեժից, այս կողմից Արարատ, Արտաշատ, Երևանի թիկունքը չի պահվում ոչ մի ձև։ Հայաստանի Հանրապետությանով մեկ պետք է ծրագրեր արվեն, որոնք չեն արվում։ Ինչու այդ քաղաքներում չեն իրականացվում նման ծրագրեր։ Պարբերաբար մազերից տեղեկատվություն է գալիս, որ թափառող շները հարձակվել են այս կամ այն քաղաքացու վրա եւ նույնիսկ մահվան դեպքեր են արձանագրվում։ Պարզվում է, այնտեղ էլ են աշխատում շների հետ, բայց մեղմ ասած ոչ պատշաճ։ Կլիպսաները ուղղակի խփում են Գյումրիում, Վանաձորում, տարբեր իրականում Երևանից դուրս կատաստրոֆիկ վիճակ է։ Կենդանասերները պարբերաբար բարձրացնում են այս խնդիրը, երբ լինում են մարզերում։ Տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, որ Երևանից դուրս ուղղակի աչքակապություն է տեղի ունենում պետական միջոցներով շների խնամքի անվան տակ։ Ոչ մեկ
պիսով չի, ոչ մեկ կաստրացված, տեղյացված չի։ Դա նորմալ, հա, շան դեմը կեր չլինի, ջուր չլինի։ Սա ցավոք ընդհանուր հանրային վերաբերմունքի հետևանք է, որն էլ իր հերթին պետական մոտեցման հետևանք է։ Այսինքն չկա շների խնայումքի մասով քաղաքականություն։ Ամեն մեկն անում է այն, ինչը ճիշտ է համարում։ Չեն հարուցում որևէ գործ։ 5-րդ հարգից նետել շանը, դա դաժան չէ, առանձնակի դաժանությունը։ Ոստիկան էր անողը, չդատվեց։ Փիսոին վանդակի մեջ տանջամա հանելը կամ հեր ու տղա էջմիածնում իրեն դուռը փակել են, պատական շներ են եկել, այնքան են կացնարել այդ երկու շանը, որ անկել են, պատկերացնում եք, ինչ եք կարծում, եթե ինչ-որ մեկը փախած լիներ այդ տանից, ողջ լիներ, ինքը բարի էր լինելու։ Փողոցում շների քանակի ավելացման, ըստ այդմ նաև հարձակումների թվի ավելացմանը նպաստող եւս մեկ գործոն՝ անպատասխանատու մարդկանց վարվելաձևն իրենց սեփական շների հետ։ Մարդիկ իրանց տան շներին ուղակի աղբի պես բարեզբուն իմաստով հանում եւ նետում են դուրս։ Գլխականակը դրանից էլ է ավելանում։ Ու ամենամեծ պատճառներից դա է։ Օրենքի պատճառն է, մենք չչիպավորեցինք, մենք օրենք չհանեցինք, որ տանից դուրս շպրտվեց շունը, տերը պատժվի։ Եթե փորձենք իմի բերել, ապա ունենք մի վիճակ, երբ այո, շները կծում են քաղաքացիներին, բայց քաղաքացիներն էլ չափազանց դաժան են վերաբերվում նրանց հետ, պատշաճ խնամքի կենտրոններ չկան, չեն էլ կարող լինել, եթե խոսքը տասնյակ հազարավոր շների մասին է։ Ոչ adekvat շները, որ այսենք արդեն խախտված է, Արմեն ջան, իրանք թող գնան կացարաններ։ Ես համամիտ եմ, շատ ակտիվ են, այնքան էլ ապահով չի իրանց դրսում գտնվելը կամ կոտրվածներ ունեն, adekvat չեն, մի խոսքով թող գնան կացարաններ, բայց եթե մենք մեր բակից օրինակ, որ ամբողջ բակը խնամում է, տանենք այդ շներին, նորերը գալու են մինչև համակերպվեն, կարող է հեչ հարմար չլինի։ Գումարած կա սննդային շղթա հասկացություն։ Նվազում է մի օղակը, գլուխ է բարձրացնում մյուսը։ Օրինակը քաղաքում շատացել են կաչաղակները եւ ագրավները, որոնք քանդում են ճնճղուկների բները, նվազել են ճնճղուկները, ինչի պատճառով էլ ավելացել են ծառերի վնասատու միջատները։ Բարեզբուն իմաստով Երևանը կվխտա կռիսների մեջ, եթե չլինեն շները, որովհետև շները ուտում են նաև կռիսների չափաբաժինը, հա, կերակուրի, եւ այդ բալանսը բնությունը այդպես պահում է, այսինքն չեն շատանում կռիսները, քանի որ կան շները։ Պետք է տալ ընտրություն մարդուն, որ ինքը կոպիտ ասած ընտրի։ Դու ուզում ես տենաց շատ շուն, թե շատ կռիս։ Մի խոսքով, նվազագույն ինչ այս պահին պետք է անի պետությունը ամբողջ երկրում ներառյալ գյուղական համայնքները իրականացնել շների իրական, այլ ոչ թե fake ստեղծածում եւ պատվաստում, հնդածս կանխել ընտանի շների հայտնվելը փողոցներում։ Արմեն Նաթալյան, Զորաբ Կարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։